Այն խնդիրները, որի առջև կանգնած է Հայաստանը եւ հայ ազգը, եւ փորձել ենք մենք, ես փորձել եմ որպես գիտնական հասկանալ ինչ մակարդակի վրա, ես հասկացել եմ, որ հիմնական խնդրեմը ճիշտ ընտրել է մակարդակը, որի վրա խնդիրները ձևավորվել են։ Եվ երբ մենք տեսնում ենք ինչ է կատարում Հայաստանի շուրջ մեր տարածաշրջանում աշխարհում, դու հասկանում ես, որ աշխարհն է փոխվում։ Մեծ փոփոխություններ է գնում, այդպես կոչված էմերջենտ դարաշրջան ասկսել կամ նորունակ դարաշրջան ասկսել, որը բերում է նրան, որ ամեն ինչ փոխվում է, Տիգրան։ Փոխում է ոնց է տնտեսությունը աշխատում, փոխվում է հասարակությունները, փոխում է քաղաքական համակարգերը, ոնց է քաղաքականությունը աշխատում, փոխում է իշխանությունը, ոնց է ձևավորվում իշխանությունը, կիրառում իշխանությունը։ Այդ փոփոխությունների մեջ դու պարտավոր ես հասկանաս քո խնդիրները այդ մեծ մակարդակի վրա։ Եվ դա մեծ խնդրեմ է ստացվում։ Դու արդեն այդ ճոխությունը չունես, Հայաստանը ձևավորես որպես փոքր պետություն, որը ունի իր փոքր հնարավորությունները, այդ փոքր հնարավորություններով փորձում է գտնել իր տեղը մեծ աշխարհում։ Դու հասկանում ես, որ այդ մեծ աշխարհը մեծ փոփոխությունների մեջ է։ Եվ դու պետք է հասկանաս քո տեղը այդ փոփոխող աշխարհում, էմերջենտ աշխարհում։ Այդ առաջինը։ Երկրորդը ինձ համար այդ թեման դարձել է ակտուալ 2020-23 թվականի մեր երկրորդ Արցախյան արշավից հետո, երբ ես որպես գիտնական պատրաստում էի պատերազմի փոքր Ադրբեջանի դեմ, 10 միլիոնոց Ադրբեջանի դեմ, բայց մտել են պատերազմ Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի ուժային կենտրոնների դեմ, դա ինձ համար ինդիկատոր էր, որ ես չեմ հասկանում Հայաստանի տեղը ու դերը նշանակությունը աշխարհում։ Ես մտածում եմ ինքան մեծ չենք, բայց եթե այդքան հզոր ուժային կենտրոններ միավորվում են, ալյանս են կառուցում քո դեմ պատերազմ են սկսում, դա նշանակում է դու քո տեղը լավ չես հասկանում։ Դու լավ չես գնահատում ով ես դու այս ձևավորվող աշխարհում։ Ես փորձել եմ հասկանալ ինչ մակարդակի է տեղի ունենում այդ process-ները, ես տեսել եմ, որ աշխարհում ձևավորվում է քաղաքակրթական հարթակը, քաղաքակրթական պարադիգման։ Մեծ ուժային կենտրոնները հասկացել են, որ այն մակարդակի վրա ազգային պետության մակարդակի վրա Վեստֆալյան համակարգը, որը ձևավորել է ազգային պետությունների փոխհարաբերությունների մեջ, այդ մակարդակի վրա լուծումներ չկան։ Աշխարհը փոխվել է, գլոբալիզացիան բերել նրան, որ ամեն ինչ փոխվել է, եւ դու պարտավոր ես ձևավորես քո խնդիրները, քո լուծումները, քո շահերը, նպատակները քաղաքակրթական մակարդակի վրա։ Այդ ճանապարհով գնում է Չինաստանը, այդ ճանապարհով գնում է Հնդկաստանը, այդ ճանապարհով գնում է Իսրայելը, Հնդկաստանը, Իրանը։ Այդ բոլոր ուժային կենտրոններում քաղաքակրթական հարացույցը, պարադիգմը կարելի է ասել ձևավորված է։ Վերջին ժամանակները դու հաստատ նկատել ես Ռուբիոն նացածները Վենսը քաղաքակրթության մասին են խոսում, Եվրոպայի հետ քաղաքակրթական հարաբերությունների մասին են խոսում։ Եվ եթե դու ուզում ես մնաս միջազգային հարաբերությունների մեջ, դու պարտավոր ես մտածես, բա դու ով ես այդ process-ների մեջ։ Եվ դու շատ զարմանալի կարող ես հայտնաբերես, որ դու վաղուց ես քաղաքակրթություն։ Հայկական քաղաքակրթությունը աշխարհը վաղուց ձևավորված է որպես քաղաքակրթություն, որը ընդունված է բոլորի կողմից, մեծերի կողմից ընդունված է։ Դու հազարամյակներում այդպես ես եղել։ Բայց հետո 20 դարում վերականգնել ես քո պետականությունը, քո պետական պետությունը վերականգնել ես, որպես ազգ։ Բայց 21 դարում դա հերիք չի, Տիգրան։ Եթե դու ուզում ես որպես հայ ազգ շարունակես քո ճանապարհը, դու պիտի վերականգնես ով ես դու որպես քաղաքակրթություն։ Եվ այդ ժամանակ քո պետությունը, քո պետականությունը դառնում է տառերից մեկը ընդամենը։ Որտեղ դու պարտավոր ես հասկանաս, որ դու գլոբալ ազգ ես, դու ունես սփյուռք, որը աշխարհով մեկ տարածված է եւ հայկական աշխարհի վրա արևը չի մարում, Հայաստանի Հանրապետության վրա մարում է դուրս է գալիս, բայց որպես քաղաքակրթություն դու միշտ կաս եւ այդ քո շահերը, քո պարտականությունները, քո շահերը, հնարավորությունները գլոբալ են։ Թվում է մեր իշխանությունները չունեն նման պատկերացում ընդհանրապես խնդիրի դրված կերպին։ Հա, եւ այստեղից հիմնական հարցը ձևավորել է ուրիշ հարցը։ Դու ես հասկացել եմ եւ իմ թիմակիցների հետ հասկացել եք, եթե այդպես է ստացվում խնդրին, դու պետք է ձևավորես այդ հարթակը, այդ մոտեցումը։
որը հնարավորություն կտա հայ ազգին սկսել հասկանալ իր դիրքորոշումը տեղը որպես քաղաքակրթություն։ Դու պիտի այդ ենթակառուցվածքը կառուցես, որը հնարավորություն կտա հայ ազգի այդ բոլոր մասինքները, ցանցերը միավորել։ Եվ այստեղ լուսավորչական աշխատանք ոչ թե միջև լուսավորչականը դու պիտի կառուցես հնարավորություն այդ տարածքը, որտեղ այդ գաղափարները պիտի սկսեն ձևավորել։ Դու պիտի կառուցես մի տարածք, որտեղ ճարտարապետական մասերսկայ կոհանոս պիտի կառուցես, որտեղ այդ գաղափարները, այդ պրոջեկտները սկսում ես հավաքել, այդ ենթակառուցվածքը, ինտելեկտուալ կառուցվածքը, ենթակառուցվածքը, դու պիտի կառուցես, որ կարողանաս սկսես հավաքել հայկական ներուժը, այդ խնդիրը դնելու համար, որտեղ նման մեծ խնդիր դնել մի հատ թիմ չի կարող լուծել։ Դու պիտի հավաքես հայ ազգի ողջ ներուժը, ողջ այն անձնավորությունների, հաստատությունների, ցանցերի, որոնք պատրաստ են նայել հայության, հայ ազգին որպես քաղաքակրթություն, բայց ոչ թե որպես պատմություն, որպես անցած ճանապարհ, որպես թանգարան, բայց որպես նախագիծ, որը պիտի շարունակվի 21 դարում, երրորդ հազարամյակում։ Եվ այդ խնդրի դրվածքը երբ մենք հասկացել ենք, պարզ է դարձել, որ դու պիտի սկսես կառուցել այդ հնարավորությունը, որը կտա մեզ այդ հնարավորությունները սկսել կառուցել հայկական քաղաքակրթությունը եւ տեսնել հայկական քաղաքակրթության որպես նախագիծ։ Եվ 2026 թվականի սկզբին մի փոքր թիմ այդ գաղափարները հասկացել են եւ մենք սկսել ենք այդ աշխատանքները։ Այդ աշխատանքները երկու մակարդակի վրա են գնում, կարելի ասել թեորետիկ տեսական այդ ամեն ինչը պետք է ձևավորել, բայց ներքևից պետք է սկսել կառուցել այդ հարթակները, որ հնարավորություն տաս միավորես հայկական ներուժը։ Եվ երկրորդը այստեղ, որը հիմնականը պետք է հասել, ես դրա մասին արդեն խոսում ենք, որ նման նախագիծը չես կարող միայն պարզ հենց լեզվով նկարագրես եւ իրականացնես։ Նման բարդ նախագիծը, նման բարդ մոտեցումը պարտադրում է օգտագործել բարդ լեզու, բարդ մոտեցումներ եւ դրա համար այս նախագիծը, որը մենք սկսել ենք, ձևավորում է բարդ համակարգերի լեզվով, թեորիայի լեզվով, բարդ մտածելակերպի, ֆիլոսոֆիայի հիմքերի վրա։ Դες մենք նայում ենք Հայաստանին, նայում ենք հայկական քաղաքակրթության աշխարհին որպես բարդ համակարգ, որը պարտադրում է կիրառել բարդ լեզու, բարդ համակարգեր կառուցել, բայց դա չի նշանակում, որ բառերը չի կարող պարզ լինեն։ Նրանք կարող են եւ կլինեն պարզ, բայց իրանք պիտի իրականացնեն բարդ մոտեցումներ։ Եվ հիմա փորձ հասկանալի է, որ պիտի բարդ լեզվով, որովհետեւ բարդ համակարգ է, բայց գործնական մասը առաջին այդ տարածքը պետք է ձևավորես։ Երկրորդը մենք մտածել ենք պիտի ունենաս առնվազն մի հատ կենտրոն, որտեղ այդ գաղափարները սկսում են հավաքվել։ Եվ հույս ունեմ սեպտեմբերում արդեն մենք կձևավորված կնենք որպես կենտրոն, կա արդեն փոքր թիմ, որ այդ գաղափարները իրականացնում են որպես կայք, որպես թվային կարդակ եւ այլ եւ այլ, եւ այդ ժամանակ ի սկզբանե գրված է գոյաբանական մակարդակի վրա, որտեղ այդ պրոյեկտները պիտի ունենան գոյաբանական մարտակարդակ եւ մնացած մակարդակները, դա ման չեմ ուզում ման խոսացնեմ, բայց դա որ դա բաց հարթակ է, որ դա բաց նախագիծ է, որ այդ նախագիծը հարթակը, որը կառուցվել է այդ ողջ հայության համար է, չի կարող ինչ-որ մի թիմ յուրացնել ասել, որ միայն ես եմ կառուցում, ոչ, այդ բոլորն են կառուցում եւ բոլորի համար է կառուցում։ Դրա համար իհարկե այստեղ խնդրեմ է առաջանում եւ հույս ունեմ այդ խնդրի լուծումը կձևավորվի հայության մեջ, հայ ազգի մեջ այն թիմերը, անձնավորությունները, որը պատրաստ են նման մոտեցման։ Դες մենք պիտի նորից վերահիշենք, որ հայերը, հայ ազգը աշխատել է եւ շարունակում է զարգանալ իր ճանապարհը մեծ մասշտաբի վրա։ Մենք իրավունք չունենք, այդ ճոխությունը չունենք ջահել ազգերը, որ ունեն Ադրբեջանը ասենք, հա, իրանք ջահել են 100 տարի, իրավունք ունեն չմտածել դրա մասին։ Դու իրավունք չունես։ Դու պիտի հասկանաս, դու երկար ժամանակներ ես անցել, եւ պիտի երկար մտածես եւ երկար ես գնալու։ Այդ մեծ եւ դու պիտի աշխատես մեծ մասշտաբի վրա։ Դու չես կարող փոքր Հայաստանով սահմանափակվել։ Դու չես կարող սահմանափակվել Մերձավոր Արևելքով։ Չէ, քո շահերը, քո ներկայությունը, քո պատասխանատվությունը, քո առավելությունը գլոբալ է։
Եվ առաջինը մենք որպես հայեր պիտի դա նորից ընդունենք, ոչ թե որովհետև այդպես լավ է, չէ, այդտեղ եւ լավ է եւ վատ է, բայց իրականությունն է այդպես։ Եվ քաղաքակրթական կենտրոնները քեզ այդպես են նայում, Տիգրան։ Ոչ մեկը չի մոռանալու ինչ ես դու կառուցել, ինչ ես դու ունեցել եւ ինչ այսօր ունես, ինչ գանձեր ունես։ Դրա համար եթե դու չես հասկանում, ասում ես չեմ ուզում դրա մասին մտածել, արած ցարեի մեջ, դու կարող ես այդպես ասել, բայց ոչ մեկ աշխարհում չի հավատելու, որ դու իրոք տենց ես մտածում։ Դրա համար առաջինը դու պիտի ընդունես քեզ համար, որ դու մեծ ես։ Երկրորդը պիտի հասկանաս, որ այն լուծումները, որը դու այսօր ունես, փոքր լուծումներ, սահմանափակված լուծումներ չեն աշխատելու։ Եվ այստեղից ծնվում է խնդրի դրվածքը։ Դու պիտի դնես հայկական հայ ազգի զարգացումը, ճանապարհի շարունակությունը մեծ մասշտաբի վրա։ Եվ մենք որպես հետազոտական կենտրոն, գիտահետազոտական կենտրոն կձևավորենք այդ խնդրի մոտեցումը, ոնց մենք ենք պատկերացնում այդ լուծումը եւ պատրաստ կլինենք լսել ուրիշներին, սկսել փոխգործակցություն ուրիշների հետ, անձնավորությունների, կազմակերպությունների, հարթակների հետ եւ նորից եմ կրկնում այդ զարգացող հարթակը, զարգացող մոտեցումը, որը շատ ամբիցիոզ է։ Մենք ուզում ենք հայկական ներուժը սկսենք հավաքել եւ կառուցել այն ենթակառուցվածքը, որը հնարավորություն կտա սկսել մեզ հավաքել այդ ներուժը։ Եվ այստեղ իմ կարծիքով շատ մեծ խնդիրներ, որը մենք կանգնած ենք, կստանան ուրիշ լուծումներ։ Դու մտածում ես հայկական տնտեսության մասին, բայց դու արդեն այդ ժամանակ հայկական տնտեսությունը մտածում ես որպես գլոբալ տնտեսության մի մաս, ոչ թե փոքր Հայաստանը, որը ճակետներով ծաղիկ է ծախում կամ ծիրան է ծախում։ Այդ ուղղության վրա լուծումներ չկա։ Դու պիտի հասկանաս քո տեղ ես փոխվող գլոբալ տնտեսության մեջ, որը կառուցված է գիտելիքների վրա, թվային աշխարհը փոխվող տնտեսության, տեխնոլոգիական ոլորտում փոփոխությունների վրա, քո տեղը որն է, պիտի ձևավորես։ Եթե դու կառուցում ես պետություն 21 տարի համար, դու պիտի հասկանաս, որ ազգային պետությունը քիչ է։ Ազգային պետությունը սպառում է հնարավորությունները, բայց դու որպես քաղաքակրթական պետություն ով ես դու։ Ոնց ես ձևավորում Հայաստանը որպես քաղաքակրթական պետություն։ Դու ունես եկեղեցի, ոգևոր հաստատություններ, հազարամյակների պատմություն, բայց ամեն ինչ փոխվում է։ Քո եկեղեցին 21 դարում երրորդ հազարամյակում ոնց պիտի ադապտացվի։ Պահելով կայում, պահելով հիմքերը եւ այլ, то есть այդ բոլոր քաղաքակրթական կյանքի ձևերի մեջ դու որպես ազգ ոնց ես ձևավորվելու, ոնց ես պատրաստում գործողել, քաղաքակրթական քո գործողությունները ո՞րն են լինելու։ Եվ մենք հիմա կփորձենք ձևավորել այդ մեթոդները, այդ լեզուն, որով խոսելով մենք կկարողանանք ձևավորել հայկական քաղաքակրթությունը 21 դարում։ Ոչ թե որտեղ ինձ համար դա հաճույք է, իհարկե դա հաճույք է կառուցել, բայց ես խորքին համոզմունք եմ, որ ուրիշ լուծում չունենք։ Փոքր Հայաստանը ձևավորված, որը իր փորձում է իզոլացված գոյատևի, մենք կգոյատևենք 10 տարի, կարող է 100 տարի, բայց կայծակի ման զարգանալ, զբաղեցնել ուրիշ տեղես աշխարհում, դա պարտադրում է գտնել քո տեղը քաղաքակրթությունների մեջ եւ այդ քաղաքակրթության էկոսիստեմայի մեջ գտնել աշխարհի տեղը եւ ֆունկցիաները։ Հայկական քաղաքակրթություն, քո տեղը երրորդ հազարամյակում ո՞րն է։ Եթե մենք որպես ազգ չձևավորենք պատասխանը, մենք համոզված եմ մեր խնդիրների 90%-ի պատասխանը գտնել չենք կարողանալ։